Free News-ի եթերում հերթական ոդքասթն է լուրերից դուրս Երևան-Փարիզ ձևաչափով, Փարիզից ինձ հետ կաշխատի միջազգային agent Արման Ավագյանը։ Բարև Արման ջան։ Ողջույն Գագիկ ջան, ինչպե՞ս ես։ Լավ, շնորհակալություն։ Դու։ Լավ, տրամադրված, բավականին պոզիտիվ եւ մարտական։ Մարտական, այդ շատ կարեւոր է։ Գիտես ինչ, հետաքրքիր մի բան ընկավ աչքովս անցնող շաբաթվա ընթացքում, այսինքն դեռ շաբաթը կես է եղել, բայց ամեն դեպքում երբ որ Նիկոլ Փաշինյանը շրջում էր Երևանում, այն հայտնի դեպքից հետո կայարանը մերձ տարածքում, ժողովուրդը ասում է այդ տարածքին ուպրավլենի, ես որքան հիշում եմ, այդ մասում էր եւ հարազատ տարածք։ Այո, քեզ էլ հարազատ տեղ է։ Եվ այդտեղ մոտեցան ֆրանսահայեր ու դե ջերմ խոսքեր փոխանակեցին, ասեցին, որ ֆրանսահայությունը ձեզ շատ ընդունում է, ձեր կողմից է եւ այլն, եւ Փաշինյանն էլ զարմացավ, ասեցից ես գիտեմ թե տենց ասում են թե ֆրանսահայերը այդքան էլ կողմնակից չեն ինձ կամ քաղաքացիական պայմանագրին, այդ մարդն էլ զարմացավ, շատ հետաքրքիր զուգադիպություն էր մեր անցած հաղորդումների ընթացքում բերված փաստերի։ Հիմա դու էլ գիտեմ, որ լիքը փաստեր ունես, մանավանդ որ անոնսեցինք մեր Facebook-յան էջերում նույնպես։ Հիմա խնդրեմ սկսենք այդ թեման արծարծելը։ Դե գիտես, շատ հետաքրքիր է այդ ամբողջը նայել, հատկապես երբ որ խոսքը վերաբերում է տվյալ պարագայում Ֆրանսիայի համայնքին, որին դեպքերի բերմամբ աշխարհագրորեն, բայց եւ նաեւ համայնքում ծավալած գործունեության շնորհիվ կարելի ասել, եթե ոչ շատ լավ, համենայն դեպս փորձեցի իմանալով, որոնք են այդ խնդիրները, այդ բազմաշերտ համայնքի մեջ եղած ինչ խոսքը բազմաշերտ է, ինքը ունի տարբեր հայացքներ եւ այլն, այդ ամբողջը նորմալ է, բայց այդ քո մատնանշած դեպքը պլյուս դրանից առաջ եւս մեկ դեպք եղավ, որտեղ նորից վարչապետը տեսակ համոզված չէր, որ ու ավելի շուտ նա կարծիք հայտնեց, որ ասում են թե Ֆրանսիայում այտենց բոլորը այսպես օպոզանտներ են, հա, ասենք ընդդիմադիր են եւ իրենք չեն կարող, հա, ու այդտեղ իմ մոտ մի տեսակ այսպեսի մի հատ կազուս ստեղծեց, ասենք ինչպես կարող է լինել, որովհետեւ մենք ըստ էության հիմա եկել է մի պահ, որը ասենք տասնամյակներով շարունակ ենք կարելի ասել սպասել, եթե խոսենք նրանց մասին, ովքեր ճակատագրի բերմամբ, հա, ինչպես է, ի պարագայում ուսման բերմամբ, հա, դա ստացվեց ուրիշների մոտ ինձնից առաջ շատ ավելի ողբերգական են եղել նրանց նախնիների, հետո բնականաբար նաև կան մարդիկ, որոնք տնտեսական դրդումներից ելնելով են, հա, հայտնվել Փարիզում։ Իհարկե, նույն ցուրտումուր տարիների պատճառով շատերը գնացին։ Հա, օրինակ այդ բանը, մասնավորապես ասենք այդ երրագլուխ վիշապի այն գլուխին, հա, որը մեծ պատմում է թե իր 10 տարիներն ինչքան հետաքրքիր են։ Ես կարող եմ ասել, շատ հետաքրքիր են եղել այդ 10 տարիները մասնավորապես Ֆրանսիայի համար, որը ավելացրել է լավ որակի իմիգրանտներ Հայաստանից, նկատի ունեմ Հայաստանի հաշվին, հա։ Հայաստանի հաշվին, այո, այդ շնորհակալություն, ուզում եմ դա նշել։ Իսկ եւ այդ ամբողջի մեջ դու չես կարող, հա, ընդհանրացված կերպով դու չես կարող մտածել, որ այդ արժե համակարգում, որում ապրում ես, դու եւ որում ապրում են բոլոր այդ մարդիկ, այդ բոլոր, հա, այդ շերտերը նաեւ եւս եւ պատմական եւ իմիգրացիոն հոսքերից ելնելով դու մի տեսակ կոմոդ չես կարող հասկանալ, այդ ինչպես կարող է ստացվել, որ օրինակ դու այդպիսի կարծիք ձևավորվի, որ Ֆրանսիան, որը այստեղ երկու խնդիր ունենք, հա, նույնիսկ 3, ուրեմն առաջի խնդիրը, որ Ֆրանսիան, հա, ինքը ժողովրդավար երկիր է, օքեյ, ինքը հա հեղափոխություններով անցած եւ այլ, եկան ինքը ժողովրդավարության բաստիոն է։ Երկրորդ խնդիրը, որ ինքը այսօր ասենք խաղաղության կողմնակից երկիր է։ Դա վերջը Ֆրանսիան միշտ ջատագովն է եղել խաղաղության, ընդհանուր առմամբ, հա, իր դիվանագիտական քայլերով
վերջին 100-ամյակում կարծեմ թե չեն գտնելու դեպքեր, երբ որ ինքը եղել է զավթիչ, գրոհող կամ այդ դիրքերից հանդես գա, այլ փորձել է ամենայն դեպս ներկայումս վերջին այս 50 տարվա մեջ Ֆրանսիայի քաղաքականությունը խաղաղության դեպի ուղղված քաղաքականություն է, այլ ոչ թե դեպի պատերազմի եւ դրան են վկայում նրա փափուկ դիվանագիտությունը։ Եվ վերջին կազուսը, որ իմ համար շատ տարօրինակ թվաց, երբ որ մենք խոսեցինք այդ որ ընդդիմադիրներն այստեղ ես հասկացա մենք ուղղակի մի մեծ ընդհանուր հակառակորդ ուժեր ունենք եւ Ֆրանսիան եւ Հայաստանը, դա հիբրիդային գրողներն են, հա, որոնք արվում են պրոռուսական կողմից։ Հիմա այդ պրոռուսական հիբրիդային գրողները Ֆրանսիայում մի տեսակ մի քիչ ուրիշ երանգներ են ստանում, որոնք ոչ պակաս կարևոր չեն անվտանգային փաստերից ելնելով, օրինակ նրանք կարող են ասենք ինչ-որ կիբեր հարցակում լինել եւ այս կամ այն հոսպիտալը չկարողանա աշխատել, հա, ինչ-որ օդանավականներ կարողանան կանգնեն, կարող են լինել շատ, որոնք բացահայտվեցին նաեւ, օրինակ կարող են մերթ այստեղ դա դերևա, ասենք հրեական աստղեր դնելու եւ ինչ-որ հակասեմիտական բաներ առաջացնելու, հետո պարզվում է որ դրանք Ռուսաստանամերձ ուժերն են կամ տանել, ասենք, խոզի գլուխներ դնել մսկիթների առաջ, հա, ու այդ տարբեր ֆորմա են ընդունում, որը դեստաբիլիզացիայի համար։ Իսկ միջև այդ, եթե գնանք Մակրոնի, նախագահ Մակրոնի, նույն Մակրոնի, որ Հայաստանի համար չէ՞ որ շատ բան է արել, օբյեկտիվորեն, նրա առաջին նախընտրական այդ պայքարի ժամանակ նա ինքը անձամբ, երբ որ Վերսալյան պալատում, հա, շքեղ ձևով ընդունեց նախագահ Պուտինին, երբ որ նա ընտրված էր, նա միանգամից հենց ի սկզբանե ասաց, որ կան ռուսական, հա, այդ Սպուտնիկ եւ այլն ուժեր, Russia Today, որոնք ոչ թե կատարում են լրագրողական գործունեություն, այլ այստեղ խոսքը գնում է ավելի շատ քաղաքական ուղղվածությունների, մի խոսքով հիբրիդային ուժերի մասին, այո, այդ, այսինքն դա խոսում ենք Մակրոնի առաջին նախագահական կառավարումից ի վեր, այսինքն Ֆրանսիան դա շատ լավ հասկանում է եւ հիմա ուկրաինական կոնֆլիկտի ֆոնին, որտեղ Եվրոհամայնքը եւ Ֆրանսիան մասնավորապես որպես նաեւ ատոմային գերտերություն շատ տենց հաստատուն տեղն են գրավել եւ պաշտպանում են Ուկրաինայի ինքնիշխանությունը, այստեղ ես ուղղակի չհասկացա ինչպես կարող է մեզ մոտ եթե դա ասենք ինչպես կարող է մեզ մոտ որ լինել մարդիկ այս ժողովրդի մեջ, Ֆրանսիայի մեջ, մենք բոլորս այստեղ ապրում ենք, որոնք կարող են մտածել, որ եվրոպական Հայաստանը կամ արևմտյան արժեքներով Հայաստանը լավ բան չէ եւ շատ ավելի կարեւոր է Հայաստանը որ լինի Ռուսաստանի հետ, հա, ու ես չհասկացա, այդ ինչպես կարող է լինել այդ հին ժամանակներից եկած մարդիկ, որոնք ապրում են այստեղ եւ համոզված են, որ սա ժողովրդական արժեքներ են եւ Ֆրանսիային դիմում են, հա, իրենց համայնքում անընդհատ ինչ-որ օգնության կարիքով, պաշտպանվածության ինչ-որ բան ստանալու կարիքով եւ միևնույն ժամանակ տեսնելով, որ եւ Ֆրանսիան եւ այս պահարագային Հայաստանը ունեն նույն հակառակորդները, ինչպես կարող են նրանք Հայաստանի պարագայում ասել դա շատ լավ է, Ֆրանսիայի պարագայում ասել դե շատ, այսինքն այստեղ երկերեսիության մի հատ բան է ձևավորում, որը անհավատալի է, եւ ես երկակի ստանդարտ է, էլի, երկակի ստանդարտ է։ Ստանդարտ է, ոչ եղեցի Facebook-ով, ես այդպիսի երկար ժամանակ չէի օգտագործել այդ մեթոդը, բայց որոշեցի շատ պարզ ձևով դիմել եւ ասել տվեք ձեր ինձ հետաքրքիր է իմանալ ձեր կարծիքները։ Ու բնականաբար շատ հետաքրքիր էր, որովհետեւ մարդիկ կային, որոնք ինչ խոսք գրառումներ արեցին բաց եղանակով, բայց դրանի փոխարեն ես տասնյակներով, չասենք հարյուրներով, չէ, տասնյակներով ես ստացել եմ բազմաթիվ վկայություններ մարդկանց, որոնք ասում են, ինչ եք խոսում, կամ մարդկանց, որոնք ասում են, դե մենք հասկանում ենք դե սրանք ինչ ուժեր են, կամ մարդկանց, որոնք ինձ ասում են, զգուշ դուք ինչ որ մի դաշտ եք գալիս, որը վտանգավոր է, այսպես ինչ որ անորոշ, բայց մարդկանց
Եվ այսպես այս ընթացքում նաև ստացա վկայություններ եւ շատ ապշեցուցիչ է նաև բացահայտել, որ այս համայնքի մի ղեկավար կազմի մի անձնավորություն շատ հետաքրքիր ձևով գրառում էր արել գիտես այդ մետրոյի դեպքերի հետ կապված Երևանում, որտեղ վարչապետը թե ժրույցեր բռնվել հա Արցախից եկած մի տիկնոջ եւ իր երեխայի հետ, որը ինչ խոսք ներվերի տեղիք տալ է, հա, եւս պետք է նշել, բայց որը շատ լավ օգտագործվեց, օրինակ շատ լավ մի փակագից, հա, թարմ լուրերից, շատ լավ օրինակ օգտագործում է, ուրեմն ինքը խփել է, բայց 18 տարեկան է։ Ինքը, այսինքն շատ հետաքրքիր է, չէ՞, օրինակ ունենք մի անձ, որը հանդգնել է ուժ կիրառել եւ դա երևում է տեսայերիզի վրա, երբ որ նայում ես, եւ նա հանդգնել է ուժ կիրառել նախագահի երկրի ղեկավարի վարչապետի ուղղությամբ, ես նկատի ունեմ ֆունկցիան, երկրի ղեկավարի ուղղությամբ։ Եվ նա արդեն 18 տարեկանից օրինակ կարող ես դու քվեարկել, 18 տարեկանում գնում ես բանակ եւ 44 օրյա պատերազմում 18 տարեկան տղաները թշնամու դեմ էին եւ ես տեսա նաեւ տականք ձևի մի օգտագործում էր փաստի, շատ տականք, շատ ստոր է, բայց դա պետք է ասել, ստորության գագաթնակետ։ Դու ոնց որ թե 18 տարեկանների հետ խնդիր ունես։ Հասկանում ես, չէ՞, ինչքան ստոր կարելի է գտնվել, որ այդ ուղղությամբ նայել եւ չնայել, որ այդ ոնց ստացեց այդ մայրը, որ ասում է այդպես, որ ինքը ուրեմն եթե երեխա է, նա կատարյալ անդաստիարակ է, իսկ եթե նա չափահաս է, նա հանցագործ է, մանտրեք։ Որտեւ եթե դուք ասում եք նա երեխա է եւ երեխայի նկատմամբ ներողություն, երեխայի նկատմամբ ես 15-16 տարեկան երեխաներ կարող են լինել մեծ բռնություններ, նրանց նկատմամբ պատժի կիրառումը կլինի տարբերակված, կլինի ուրի ձևով, դա չի նշանակում, որ նրանք չեն լինի ազատազրկված, նրանք կլինեն, ասենք, պահման վայրի այլ վիճակում, ես դա ասում եմ այստեղ, հա, ինչպես կարող է կատարվել, երբ որ հարցը գնում է 15, 16, 17, 14 տարեկանների իմիջայլոց, հանցագործ խմբերը շատ հաճախ օգտագործում են այդ փաստը, որ նրանք չափահաս չեն, որպեսզի ակնկալելով որ նրանց նկատմամբ մեղմ կվերաբերվեն, բայց 18-ից ի վեր, եթե անձը հոգեպես, հա, եթե հոգեբանի, եթե այդտեղ կարիք է լինում նաև էքսպերտիզա է անցկացվում, եթե չկան շեղումներ, հա, որոնք անկախ իր կամքից, հա, եւ կարող են գոյանալ, նա պատասխանատու է իր գործողությունների համար եւ բերել այն, որ նա երեխա չի, երեխան նա պատանի էլ չի, նա չափահասության առաջին ընդ որում այստեղ մի կարևոր հանգամանք էլ կա Արման ջան, որ ես ընդունում եմ, որ երիտասարդ է, ես ընդունում եմ, որ պետքա տարբերակված մոտեցում ցուցաբերել, միանշանակ, հա, մատաղ սերունդը, երիտասարդ սերունդը, այսպես ժողովրդական լեզվով ասած, տեղ ունի մեր գլխների վրա։ Okay, բան չենք ասում, բայց դուք ներկայացնում եք բազմաթիվ փախստաթղթեր, որ եղբայրները եղել են գերազանց սովորող դպրոցում, տասնյակ պատվոգրեր, շնորհակալագրեր եւ այլն, այսինքն այդ մարդկանց մոտ գիտակցությունը բավականին բարձր մակարդակի է եւ այդ պարագայում բանակցական խնդրի մասին չենք խոսում այդտեղ։ Եվ այդ պարագայում հղում անել այն բանի վրա, որ մարդը կարող է, չգիտեմ, զգացմունքների տակ, չգիտեմ ինչի, կամ չգիտեմ, այնտեղ ախրանայի հետ զրույցի բռնվելով եւ այլնով, բայց ամեն դեպքում դատելով այդ փաստաթղթերից մենք գործ ունենք շատ կշռադատված կազմակերպված երիտասարդների հետ, ես չեմ ասի երեխա, որտեվ 18-ամյան կարող է նաև ընտանիք կազմել, ասենք իրան ասես երեխան չի կարող ընտանիք կազմել, հա, բայց չեմ ուզում Միանորոշ, երբ որ ես տեսնում եմ հենց նույն փաստաբաններն են ասում, դա արդեն սխալ է։
Հա, Դուք մի ասեք երեխա, որովհետև այո, արդեն տենդենցիոզ բան եք ասում, դա ասել կուզի, որ նրան ուզում եք մեղմել միտեղ, որտեղ ինքը էլ չի կարող մեղմվել հաշվի առնելով տարիքը։ Կարող եք ասել երիտասարդ, հա, բայց երեխա ոչ։ երիտասարդ, այո, հա, պատանի էլ կարելի է ասել, Այո, որտեղ հա, պատանին երեխա չի։ 17, այո։ Այո, բայց հա, ամեն դեպքում այստեղ խնդիրը ուրիշ բան է, հա։ Մենք տես ինչ տրանսֆորմացիայի ականատես եղանք բառացիորեն մեկ շաբաթվա ընթացքում, հա, այն դեպքը, որ տեղի ունեցավ Ալեն Սիմոնյանի հետ, երբ որ մարդը փողոցում իրեն իրավունք է վերապահում, երկրի երկրորդ պաշտոնյայի հասցեին սեռական հայհոյանք հնչեցնել, դա էլ հələ մի բան էլ եթերով դա տալ, ցույց տալ եւ այլն, կողքից բոլորը ծափահարեն են ծափահարողները, հիմա այս դեպքում նույնպես երբ որ կարդում էիր վերնագրերը, ասենք կային վերնագրեր, չգիտեմ, հավատացյալները դուրս վռնդեցին վարչապետին եկեղեցուց։ Դա մինչև այդ երիտասարդների կալանավորումն էր։ Մինչև այդ վերնագրերն էր, հետո վերնագրեր փոխվեցին, հետո բազմաթիվ վերնագրեր ի հայտ եկան, այս նաև ուզում եմ սրանում մեր մեդիա տիրույթի վիճակը էլի ներկայացնել, ընդհուպ մինչև դիմումներ, խնդրանքներ, տարբեր տեղերից իշխանությանը ուղված, չգիտեմ, բարեգութ գտնվեք, ներեք եւ այլն, ոնց, այսինքն մի ժամ հետո արդեն կարելի է խնդրել, մի ժամ հետո արդեն երեխաներ են, տակավին պատանիները, երկակի ստանդարտների մեջ հա, իհարկե, եւ ընդ որում գիտես ինչ, ես օրինակ այդ լայվին սկզբից մինչև վերջ հետևել եմ, ուզում եմ օբյեկտիվ գտնվենք էլի, միգուցե եւ վարչապետը չպետք է գնար այդ եկեղեցին, հենց կոնկրետ, միգուցե եւ, բայց դա հավատացյալ մարդու ներքին մղումն է, ցանկությունն է։ Մարդը որոշել է գնալ այդ եկեղեցին, հա, կամ դա իր այդ արշավի, քայլարշավի ճանապարհին էր։ Մտավ այդտեղ, օքեյ, դրսում կանգնած իր պահակազորի հետ սպասել այնքան, մինչև եկեղեցում գլխավոր արարողությունը ավարտվի, մինչև պատարակիչները դրոշներով դուրս գան եկեղեցուց, հետևից հավատացյալները, այնտեղ արդեն ազատ լինի, հնարավոր լինի, նոր այն ժամանակ մտնել ներս։ Անգամ դա էր հաշվի առել։ Բայց դա ոչ մեկին հետաքրքիր չէր։ Անհարգալից վերաբերմունք, օբյեկտիվորեն անհարգալից վերաբերմունք, նույնիսկ դեպքից հետո, երբ ես տեսնում եմ, որ վարչապետը ինքը ասում է սուս մնացեք, հա, այստեղ հա, սաստում է։ Այո, սաստում է։ Նույնիսկ որ նրան վերաբերվեք, սա այն վայրը չէ եւ այլն, այսինքն ինձ թվում է, որ իր կազմը հասկանում է ինչ վայրում է գտնվում, այդ վայրի կոդերը շատ լավ բռնել է, ինչպես պետք է պահվածք ունենալ եւ չտրվել եւ այստեղ շատ ակնհայտ է դառնում այդ պահվածքի այդ արդյունքները ինչին են բերում Գագիկ ջան ես շատ տրանսես պետք է խոսեմ բայց որում կներես Արման ջան կներես մի բան էլ ասեմ ինքը ասածս ինչ որ առումով վտանգավոր է բայց ինչ որ առումով էլ պետք է հաշվի առնել, այսինքն վարչապետի թիկնապահները նրանք ծառայություն իրականացնող մարդիկ են, որոնց թիվ 1 խնդիրը վարչապետի անձի պահպանությունն է, եւ բազմաթիվ նմանատիպ դեպքեր են եղել աշխարհում, երբ որ թիկնապահ ծառայությունը կամ կոնկրետ 1 կամ 2 թիկնապահները արդեն դիմել են զենքի օգնության, չէ որ այդ վիճակը կարող էր ավելի լարված լինել, կարող էր ավելի թեժ լինել, ինչ որ մարդիկ կարող էին խառնվել նույնպես այդ դեպքի մեջ եւ այդ ժամանակ չես կարող ասել, ասենք թիկնապահի գործողությունը, որը կարող լիներ։
ես հերու չգնամ ին վրա վերցնեմ։ Ես երկու նույնիսկ երկու նախագահներին, հա, Հոլանդ, Մակրոն եղել են առիթներ, փորձել են մոտենալ, չի ստացվել եւ մյուս առիթները ստացվել է։ Այդ ստացված առիթների գիտես որոնք են նաև որ իր այդ անձնական պահպանության ծառայության տղաները ուղղակի հերում էին, բրթում էին։ Ու ես չէի միայն այդտեղ ֆրանսիական ալիքի տղաների կողքից բանը ու ոչ մեկ այդտեղ չէր բրթում, հա, այդպես չէ ինչ-որ բան անում։ Նորմալ այդ մարդիկ պատնեշ են։ Այո։ Հիմա իրենց մոտ կա ինչ-որ չափանիշներ, ըստ որի դու կարող ես մոտենալ կամ ըստ որի դու վտանգ ես ներկայացնում։ Ժեստեր կան, որոնք դու վտանգ են ներկայացնում պոտենցիալ, որովհետև իրենց ռիսկը պրոակտիվ է, իրենց աշխատանքը պրոակտիվ աշխատանք է, այսինքն իրենք դի նախորոք կարողանան կանխարգել նաև, հա, այդն նաև։ Հիմա եթե կանխարգելման արդյունքում անձը իրեն չսկսած նայած որ ոչ adekvat է պահել, վերջացած նայած որ նա արդեն զգացել են որ նա իր մեջ ունի բռնության նշաններ, այդ արանքում ինչ-որ ներվային վիճակներ եւ այլն, նրանց գործն է նաեւ դա գտնել եւ դրա դեմը առնել։ Հիմա դրա դեմը առնելու սարքելու եղանակը, եթե ուժեղ է եղել եւ դրան հակազդելու եղանակը ըստ այդմ ուժեղ է, ըստ տրամաբանության հասնում ենք նրան, որ այդ անձը վերջիվերջո լավ նպատակություններ չէր ունեցել, չէ՞, վերջիվերջո վարչապետի նկատմամբ։ Որովհետեւ եթե իրեն հրում են եւ նա ասում է դուք եւ վերջում էլ նա փորձում է խփել, ուրեմն այդ անձը եկեք տրամաբանորեն հասկանանք, նա ոնց որ թե ուզում է վարչապետի անձին բռնանալ։ Չէ՞, եթե ըստ տրամաբանությանն են, եւ այդ նույն տրամաբանության մեջ չպետք է զարմանալ, որ վարչապետի անվտանգությանը ծառայությունը իր կրեդոն կարող է լրիվ կորցնել, երբ որ դա չնկատեր եւ իրենց գործի անբաժանելի մի մասն է ով ուզում է լինի։ Ընդ որում գիտես ինչ, բոլոր այդ մարդիկ ովքեր տենց ոգևորվում են, ռոմանտիզմի տարեր են մտցնում այդ խոսակցությունների մեջ, համարում են, որ լավ արեց, կարգին տղա է, ճիշտ տղա է եւ այլն։ Ես կարող եմ օրինակ, ես չեմ ուզում Նայիրի Հունանյանի օրինակը բերել, հա, որը մեր երկիրը 30 տարով, 25 տարով հետ գլորեց, հա, այդ պատմության մեջ։ Ես կարող եմ իր տերերն էլ որպես ռանգով։ Հա, ես կարող եմ բերել Եգիպտոսի օրինակը, երբ որ Շքերթի ժամանակ Անվար Սադաթին, Եգիպտոսի նախագահին, այդ Շքերթի հիշում ես, հա, այդ կադրերը, Շքերթի մասնակիցներից մի քանի հոգի ովքեր ահաբեկիչներ էին, զենք ուղղեցին եւ կրակեցին, նույն բանը կարելի է հիշել նաեւ այս բանի Չեչնիայի ներկայիս ղեկավարի հոր սպանության պարագայում կամ Իչկերիայի առաջին նախագահի սպանության պարագայում ի տարբերություն Չեչնիայի Եգիպտոսը այդ ժամանակ երկար ժամանակ շատ անկայուն վիճակում էր։ Այո, իրանք քրտիներն են Իսրայելի հետ ունեն այդ պատերազմները։ Այո, բազմաթիվ զոհեր են իշխող խաղաղության մի պահ։ Հա։ Այսինքն ինչից ինչ կարող է լինել եւ ասենք ինչից ինչ են սպասում մարդիկ փոխարենը եթե նույն այդ երիտասարդները ունեն այսպես ասած այլ գաղափարներ ունեն լավ ատում են երկրի վարչապետին ընդունենք ժողովուրդ կա քաղաքական պայքարի մեթոդներ ողջ աշխարհը դա կոչում է քաղաքական պայքարեք, քաղաքական բոլոր մեթոդները զինանոցը ամբողջությամբ օգտագործեք, բայց մի գնացեք երկրի թիվ 1 պաշտոնյայի դեմ նման բաներ անելով եւ զարմացեք, որ ձեզ գերեցիկ ձերով տան եւ դրեցին ցույցը։ Էլի առանց հավելյալ կոշտությունների, առանց ասֆալտին պարկացնելու, այդ ամեն ինչը էլի հաշվի առան։ Գագի ջան, կներես, ես ուրեմն ասեմ, էլի ես շատ եմ ներկա եղել ֆրանսիական ոստիկանության
աշխատանքներին, միտինգներ եւ այլն տարբեր տեսակի։ Ես շատ կոշտ ու դաժան ձևով։ Շատ պրոֆեսիոնալ, որը չի օրենքը թույլ է տալիս։ Բաժանության այդ բանը, հա, որով դու կարող ես մարդու ցավացնելու ցանկություն ունենալ, ոչ։ Այստեղ մի տարբերություն կա, որ իրենց գործի մեջ պրոֆեսիոնալ լինելով հիմնականում, հա, կան բացառություններ, բայց հիմնականում իրենց այն ինչ որ իրենք սովորել են, դա պրոֆեսիոնալ ձևով կատարել այդ մարդկանց նեյտրալիզացնելու, եթե կան չեզոքացումը բառից ոչ վատ իմաստով ինչ խոսք, հա, նկատի ունեմ, որ այդ պահին ինչ որ բան չգոյանա, ընդհանուր մինչև այդ ասֆալտ պարկեցնելը դա մեթոդներից մեկն է, որը խոսուն է, բայց իրանով դա չի, որ քիչ ավելի կամ շատ ավելի կոպուտ է, դա գործիքակազմից մեկն է։ Հիմա եթե մի քիչ այնպես, հա, ոստիկանը կարող է մի քիչ այսպես դեմտա պատի, կարող է դեմտա գետնի, նայես դա ինչ ֆորմա կարող է ընդունել, բայց ես օրինակ շատ հաճախ ի տարբերություն այստեղի տեսել եմ Հայաստանում ոստիկաններ, որոնք հակազդում են վերբալ լեզվով, հա, խոսալով, ինչ որ, որը այստեղ գոյություն չունի։ 1-2 նախադասություն, երրորդից հատակին կամ նարուչնիկներ գնացին բաժին, վերջ։ Ուզեմ ասել, այստեղ այդ երբ որ գործը հասնում է ուժի կիրառմանը, ինչ խոսք դրանք վերահսկելի են նաև այստեղ օրենքի կողմից, ես շատ եւ համոզված եմ նույնիսկ այդտեղ մարդու իրավունքներ կան, կան գործիքակազմ, որը կարող է հակազդել մի ոստիկանի, որ կարող է չարաշահել այդ ուժը։ Բայց մենք ոչ եկեք խոսենք չարաշահել ոստիկանական կամ ուժայինի կողմից, բայց նաև եկեք չարաշահենք կան, որ մեկը հանդգնում է կոնկրետ կերպով ֆիզիկապես բռնանալ երկրի ղեկավարին եւ որպես պաշտպանության միջոց նրա ծնողը մի կողմից ասում է, որ նա լավ սովորող գերազանցիկ է եւ ըստ այդմ պետք է համարել, որ նաեւ լավ դաստիարակված է, մյուս կողմից ասում են, որ բան է, հա, ինքը երեխա է եւ երրորդ կողմից պարզում ենք, որ վերջի վերջո 18 տարեկան է եւ բռնացել է եւ կան տեսաերիզը երևում է այդ ամեն ինչը։ Դա շատ տխուր փաստ է, բայց պետք է նաեւ առերեսվել։ Դու եթե դու չես կարող մի հանցագործը կամ ինչ որ որևիցե մի հանցագործություն գա մայրը ասի դա նա երեխա է, այդպես չի կարելի։ Դա չափանիշ չէ որպես այդպեսին։ Հիմա վերադառնամ թույլ կտաս, եթե գամ Ֆրանսիայի ամբողջ տեղավորվում է եւ այո, այդ դեպքի հետ կապված մոռացա նշեմ։ Ախր հիմա այդ ամեն ինչը որ արում է, մեր ժողովուրդը ախր տեսնում է, ես 3 անձամբ տեսա վիդեո, որտեղ տեսեք շատ իմ համար շատ դժվար է այսօր ռուսական ալիքները միացնել ու մնալ այդ բանը էլի, ասում եմ, ում ենք մի կտոր հաստվել, որ այդ տանջանքը մեզ տան, որտեղ այդտեղ տանջանքը այդ ֆոտոարարոցի ցիրիկուն բանը զուգահեռ իրականության մեջ է։ Նրանք ուրիշ մոլորակում են ապրում, որը կոչվում է ռուսաստանյան Պուտին կամ պուտինյան Ռուսաստան, այդ նույնը։ Մի խոսքով։ Եվ այդ ռեպորտաժը ենք տեսնում շատ հետաքրքիր կերպով մեր երկրի ղեկավարի Ռուսաստանի այցից 1 օր առաջ, որում շատ հետաքրքիր ձևով ասում է դե ընդ որում ֆեդերալ ալիքով, դաշնային ալիքով, NTV-ով ամբողջ Ռուսաստանով ներկայացնելով, որ դե ստայնը մեզ երկրի ղեկավարը թույլ է, տեսա մի հատ կգա այնտեղ ձարձաների մոտ, իրան կասեն, որ ուղղությունն է ճիշտ։ Եթե կարելի է ժողովրդական լեզվով ասել, այն որ իրեն ժողովրդին լսացնում են այս տղեն, հա, որ ուզում է տենց մեզնից անկախանա, բան, բայց ոնց որ աչքի չել ընտրվում եւ ցույց են տալի այդտեղ եկեղեցու դրվագները։ Այնտեղ ցույց չեն տալի մարդիկ, որոնք գալի գրկախառնվում են, ասենք, դա հասկանում եք, չէ, որ Ռուսաստանին պետք չէ։ Պետք չի, իհարկե, դա հակացուցված է։ Հակացուցված է, որտեղ դրանից իրանք չունեն։ Դրանք իրանից չունեն, իրանց պետք չի, դա իրանց որում ես մի օրինակ էլ բերեմ Արման ջան, այդ նույն այդ օրը կայարանամերձ են հրապարակում վարչապետի մոտեցան վրացի տուրիստներ, հարցրեց որտեղից եք, ասեցին Վրաստանից են, ասեցին ուզում ենք նկարվենք, նկարվեցին եւ ասեցին պարոն վարչապետ, մեր հույսը դուք եք։ Էլ բան չեմ ասում, հա, դա վերաբերվում է, ես հասկանում եմ, չէ, խորը գեոպոլիտիկայի պարագայում, դա վստահաբար այդ կինը վրացի երևի թե ընդդիմադիր է ներկայիս Վրաստանի քաղաքական կուրսին եւ ասում է, որ մեր հույսը դուք եք, որտեղ որ նայում ես ժողովրդավարության տեսանկյունից,
Հարավային Կովկասում մի ժողովրդավարական երկիր կա, եւ դա Հայաստանն է։ Եվ որ այդ ուղղվածությունը, այդ ուղղորդվածությունը, որ կա Ռուսաստանի կողմից, դա վերաբերում է ինչ խոսք ամբողջ Կովկասին, եւ այսօր այդ Կովկասում մենք ունենք այդ գործիքակազմը մի կողմից դրա դեմ առնելու, երկրորդը մեզ մոտ է հիմա դա տեղի ունենում, որտեղ ընտրություններն են, հա, լինելու եւ ըստ այդմ թեժանալու են այդ ամբողջը Արման ջան, մենք 1 րոպե ունենք ընդամենը, եթե բանկար ֆրանսիական թեմայից խնդրում եմ։ Ֆրանսիական թեմայից գամ դրան շատ այլ կարող, որտեղ հրատապություններն էլ նաեւ այդ։ Մենք չենք կարող մեր արժե համակարգը լրիվ համընկնում է ֆրանսիական արժե համակարգի հետ եւ մենք չենք կարող թողնել որպես համանքային ղեկավարներ, որ մարդիկ, որոնք կարողանան խաղալ դրա վրա եւ վերջիվերջո բացահայտվի այդ անձը, որի մասին ես խոսեցի, նա համայնքի ղեկավար, նրա դպրոցի ուսանողներից ինձ դիմեցին եւ ապշած, որ ինչպես կարելի է, ասենք երկրի ղեկավարի նկատմամբ ինչ որ վատ տրամադրության բաներ գրել, դրան անդրադարձա բնականաբար եւ բոլորը 4 կողմից ապշած են եւ վերջիվերջո հասկանում են ինչպես կարող ես դու Փարիզի սրտում դե ֆակտո պաշտպանել ռուսաստանյան շահերը, դա համատեղելի բաներ են եւ ասելիքս դա է, որ վերջիվերջո դա մի փոքրամասնություն է, որը ինչ խոսք անչափելի է, բայց տարական տրամաբանությամբ դու չես կարող նրան տալ, ասենք ինչ որ բազմաթիվ, որտեղ այդտեղ դուրս կգա, որ մենք հայերս էլ ինչ որ խնդիր ունենք, չենք կարող մենք լինել Եվրոպայում եւ մաղթել, որ մեր երկիրը լինի Բելարուսի հետ։ Տրամաբանական չէ, առնվազն։ Եթե ուրիշ բան է, այդտեղ արդեն հարց է ծագում, սա հայը իր հայրենիքի համար ինչ մտորումներ ունի, եւ այդտեղ արդեն չես հասկանում։ Եվ գլխավոր հարցը, Արման ջան, ինքը ինչ է անում Ֆրանսիայում։ Այո, եւ ինչու օրինակ ինքը անձամբ չի գնում Բելարուսում ապրել։ Ինչի է ինքը ասում։ Ես ասում եմ, ես ֆրանսահայ եմ։ Թող ասի ես ռուսահայ եմ կամ ես, չգիտեմ, բելարուսահայ եմ, բայց ոչ երբեք ֆրանսահայ։ Այո, ասել կուզի մեզ Մարգարիտա Սիմոնյաններ տարբեր տեղերում, որ ոնց որ Կրեմլը սիրում է օգտագործել, հա, հայերին sense, որ ամենայն դեպս որոշները, որ իրենց ժուրնալիստ են կարծում, եկեք չօգտագործենք, էլի, որովհետև վերջիվերջո դուք ժխտվելու եք ձեր ժողովրդի իսկ կողմից, որովհետև դուք չեք կարող ուզենալ Հայաստանը վատ լինի եւ չուզենա գնալ դեպի պրոգրես, այլ միանա ռուսական այդ գնացքին, որը ամենայն դեպս չի գնում դեպի պայծառ ապագա։ Եվ վերջում, ի վերջո այդ կարգի մտածողությամբ մարդիկ դառնալու են Կարեն Շահնազարևներ, որը վերջերս իր հարցազրույցի ժամանակ ասեց, որ իր Մելիք Շահնազար պապը ավելի շուտ պարսիկ է, քան հայ։ Դրանով ամեն ինչ ասված է։ Այո։ Գոնե խոստովանեք։ Շնորհակալություն Արման ջան։ Ես եմ շնորհակալ։ Դե ինչ, այսքանով մեր զրույցը Երևան-Փարիզ ձևաչափով ավարտվեց, հիշեցնեմ, որ Փարիզից ինձ հետ կապի մեջ էր միջազգայնագետ Արման Հավաքյանը, ամենայն բարիք ձեզ։